Բարի լույս, իմ շատ սիրելի հետևորդներ ջան, ինչպե՞ս եք։ Հիմա տարվային շրջանն է, որ աշխատող մարդու ուշքը աշխատելու մեջ է, արևային է, բայց թե գիշերվա շաղը նստած է ծառու ծաղկի թփերի վրա։ Հավերից կերակրել եմ, գնացել եմ մի հատ բաղ պտտվել եմ, քանի որ ուզում էի տեսնեմ այդ Սերգեյվիլի ծաղիկների վրա շաղը նստած, թե արդեն հասցրել է գոլորշի անալ, բայց շաղը նստած է դեռևս, այդ ժամերն է, այս պահին արևը շողշողում է, հավերից կերակրել եմ, հիմա եկել եմ, որ կոֆե եփեմ։ Դուք էլ ձեր կոֆեն դրեք և միասին եփենք մեր կոֆեն։ Երեկ շատ աշխատեցի, շատ ուշ եմ տուն եկել եմ տուն, անմիջապես մի բաժակ չայ եմ եփել ու այս չայն եմ օգտագործում, սիրելի հետևորդներ ջան, ահա, որ Սաթենս էր ուղարկել իմ համար Ռուսաստանից։ Հիմա Սամիկոն, որ չխանգարի այստեղ, ես իմ կոֆեն պատրաստեմ, թե ինքսել եմ այդտեղ թողնում, քանի որ մտքից դրել եմ, որ ամեն օր երեկոյան ժամերին շատ աշխատելուց հետո արժե որ մի բաժակ թեյ խմել, ասեմ, որ առանց որևէ բանի, այսինքն առանց շաքարի, առանց խմորեղենի և նույնիսկ առանց մեղրի, որը այդքան շատ եմ սիրում, իմ մեղրի բան կան մշտապես, այստեղ է դրված, սիրելի հետևորդներ ջան, ահա, բայց մեղրը օգտագործում եմ, երբ որ մրգով սմյուզիներ եմ պատրաստում, շատ հաճելի է լինում։ Հիմա այսօր նույնպես շատ գործեր ունեմ, քանի որ գիտեք, թե ինչքան մեծ տնտեսություն եմ առաջացրել իմ համար, հավեր, շներ, մեղուներ, բաղ ու բաղջա, հողամաս, և այդ ամենի հետ միասին նաև աշխատում եմ Թումո կենտրոնում, սիրելի հետևորդներ ջան, և այսօր աշխատանքի եմ լինելու կեսօրվա ժամերին, այսպես, բաժակս եմ մոտեցրել, մի խոսքով կոֆե խմելու ժամն է եկել եմ, սա իմ առաջին կոֆեն է այսօր, սիրելի հետևորդներ ջան։ Հիմա մի փոքր սպասենք, կոֆեն եփվի։ Այդ ընթացքում մի հատ էլ ես լուսամուտից նայեմ, հետևեմ արևի ընթացքին, քանի որ ուզում եմ մեղուների հետ աշխատանքներ կատարեմ, այդ թեմայով շատ հետաքրքիր զրույցներ ունեմ ձեր հետ, իմ շատ սիրելի հետևորդներ ջան, քանի որ մի անգամ հարցում էի արել, արդյոք ձեզ դուր է գալիս, երբ որ ես մեղուների հետ աշխատանքներ եմ կատարում, ցույց տամ ձեզ, քանի որ հավանության է արժանացել, որոշել եմ, որ այսօր ամբողջ ընթացքով ձեզ միանամ, հենց որ այդ գործն էլ կավարտեմ, հաջողությունով նոր միայն իմ ծառերի այդ տեղը կսրսկեմ։ Կարծում եմ եղանակը չի խանգարի և իմ կողմից կլինի հատկապես, որ վաղվանից արդեն տաքեր է հաղորդած, 2 օր ջերմաստիճանի բարձրացում է հաղորդած և բոլորս մի լավ կտաքանանք։ Կոֆես, նոր պղպջակներ է հանում։ Մոտ 10 րոպե տևում է, սիրելի հետևորդներ ջան, որ ես մասում եմ եփում իմ կոֆեն ու ճիշտ է ուշ է եփում, բայց համով է լինում։ Դրա համար ամպերատար կսպասեմ, որ իմ կոֆեն համով այլեմ։ Արևը մեկ մայր է մտնում, մեկ դուրս է գալիս, բայց քամի չկա։ Իսկ եթե քամի չկա, կարող եմ հանգիստ փեթակների տանիքը բացել ու աշխատել իրենց հետ։ Արդեն բարձրանում է կոֆեն։ Այսպես, պատրաստ է, չեմ թողնում շատ եռա, որ կարողանամ ավելի արագ խմել։ Այսպես, կոֆեն պատրաստ է։ Ես իմ կոֆեն արագի մեջ վայելել եմ ու դուրս եմ եկել գործս անելու, մեղուների հետ աշխատելու, բայց մի հատ եկեք վերև նայենք, հա, վերև։ Երկնքին, Աստծուն, տիեզերքին, իմ սիրուն պատկերասրահին, ինչքան սիրուն է, ինչքան գեղագիտական հաճույք է պատճառում մեզ, աշխատեք միշտ վերև նայել, սիրելի հետևորդներ ջան, հեռուներում անդա գոռգռում է, բայց մեր անձրևը պտտվենք, ահա ցույց տամ, այս կողմից է գալիս մեր անձրևը հիմնականում, ու այս կողմերը սև անտեր են հավաքվել, պետք է շտապեմ։ Ծիծեռնակները ցածր են թռչում և
վխտում են այս տարածքում։ Իսկ եթե ծիծեռնակները գալիս են մեր տարածք, նշանակում է մենք երջանիկ ենք, քանի որ ծիծեռնակները միայն գալիս են մեզ երջանկացնելու։ Գիտեիք, որ ծիծեռնակները Աստծո թռչնակներն են, սիրելի հետևորդներ ջան, դա շատ հետաքրքիր պատմություն է։ Այսպես, դե ինչ դե գնամ պատրաստվեմ, որ հանկարծ անձրևի բերան չընկնեմ։ Կազմի պատրաստ գնում եմ դեպի մեղվանոց։ Իմ մեղվանոցի ճանապարհը անցնում է բնական ծաղիկների մեջով, հրաշք ծաղիկների, օգտակար հատկություններով լիքը։ Մեղուն այս բոլոր ծաղիկներից վերցնում է ամենաօգտակարը նեկտարն ու ծաղկափոշին, պահեստավորում իրենց եւ մեր համար։ Դրա համար մեղուների հանդեպ պետք է շատ ուշադիր լինենք, սիրենք, հնարավորության դեպքում պահենք, սովորենք պահելը։ Ահա այստեղ կրանամ ավելի մոտիկ ցույց տամ այս հրաշքը, բնական ծաղիկ, որից մեղուն շատ բաներ է հավաքում։ Այստեղ խատուտիկն է, որն արդեն ցողունները երկարել է, սերմակալվել ու քամին քշել է խատուտիկի սերմերը։ Ես ինքս չեմ հավաքում խատուտիկ, սիրելի հետևորդներ ջան, իմ փոխարեն մեղուներս են հավաքում։ Ահա, իհարկե, եթե ուզեմ կհավաքեմ, շատ կա թե մեղվանոցում եւ թե իմ ամբողջ փախչում։ Այդ ուղղությունով չեմ խորացել, քանի որ ավելի շատ թողնում եմ, որ մեղուներս իջնեն իրենց վրա եւ արդեն ծաղկափոշին ու նեկտարը հավաքեն։ Ինչ որտեղ դրա համար ես չեմ հավաքում, թողնում եմ ավելի շատանան։ Շուրջ բոլոր մեղուների բզզոցն է գալի, իրանց աշխատանքի ձայնն է գալի։ Եկա աշխատելու մեղուներիս հետ։ Մեղուներիս աշխատելու ձայնին խառնվում է ծիծեռնակների ու սոխակների երգի ձայները, հետո յուրահատուկ երաժշտություն է առաջանում, յուրահատուկ, աննկարագրելի, մեղեդային, գումարվում է հեռուներում ամպի գորգռոցը, բայց արևի շողերը մեզ տրամադրում է աշխատել։ Մեղուների հետ աշխատանքը սկսվում է առաջին հերթին նվիրվածությունից, սիրելուց եւ հետո ծուխը առաջացնելուց։ Ծուխը առաջացնում ենք, որ մեղուները հանգստանան ու մեզ չկծեն հանկարծ։ Միշտ ասել եմ, որ այս շրջանում մեղուների հետ աշխատանքներ կատարելիս շատ չեն խոսում, սիրելի հետևորդներ ջան, բայց ուզում եմ, որ այս գործն անելիս դուք էլ տեսնեք, թե ես ինչպես եմ աշխատում եւ շատ մի հետաքրքիր բան եմ ուզում ասել ձեզ, թե երեք ինչ գրառում ստացա։ Ուրեմն գրառումը ստացա, որ մի 13 տարեկան խնդրում է ինձ մանրամասնել մեղուների մասին, քանի որ ինքն էլ է ուզում մեղու պահել եւ զբաղվել այս գործով։ Ինձ շատ դուր եկավ, շատ հետաքրքրեց եւ պատասխանեցի, քանի որ ինձ գրել էր, որ անտարբեր չանցնեմ, ես ոնց կարամ անտարբեր անցնեմ նման գրառման կողքով, սիրելի հետևորդներ ջան, եւ ընդհանրապես ոչ մի գրառման կողքով ես անտարբեր չեմ անցնում, շատերդ գիտեք, եւ գիտեք, որ ձայնային նույնպես կարողանում ենք պատասխանել, ձայնային պատասխան եմ ուղարկել, բայց չգիտեմ ինչի, իմ այդ ձայնային պատասխանը կորավ, բայց արդեն հասցրել էր կարդալ հասցեատերը, լսել եւ ինձ պատասխանեց փաստորեն։ Ես գրել էի, որ ներկայացեք, խնդրում եմ, ով եք, ձեր անունը ինչ է, որտեղ եք ապրում, եւ իհարկե իր պատասխանը նույնպես չուշացավ եւ ներկայացավ 13 տարեկանը Դավիթն է, ով ապրում է Ծովագյուղում, ողջույն Դավիթ ջան, կեցես, մեկ ամսից կլրանա Դավիթի 14 տարեկանը եւ այդ տարիքում պատկերացնում եք ուզում է զբաղվել մեղվապահությամբ, մեղվաբուծությամբ, քանի որ իրեն հետաքրքրել է, շատ գովելի է, քանի որ մեր դարաշրջանում հիմա այդ տարիքի երեխաներին ավելի շատ հետաքրքրում է, ասենք խաղերը, գիտեք ինչ խաղեր, եւ չեք պատկերացնի, թե ինչքան ես ինձ լավ զգացի, ինչքան ուրախացա, որ Դավիթը ուզում է զբաղվել մեղվապահությամբ։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, այս փեթակը մի քիչ խախտվել էր եւ ես ուղումներ եմ կատարել։
ծխարարի բերանը փակելուց հետո մի հատ էլ սենց օդ ենք տալիս, որ ինքը լավ ծխա, հետո մի հատ սկզբի ծուխ ենք տալիս մեղուներին, որ մեղուները զգուշանան, որ Անուշկան եկել է իրանց հետ աշխատելու, մինչև որ փեթակի տանիքը կբացեմ, որ աշխատեմ, սիրելի հետևորդներ ջան, ուզում եմ փոքրիկ Դավիթին մաղթել հաջողություն, եկեք բոլորով մաղթենք հաջողություն Դավիթին, Դավիթ ջան, քեզ ամենալավն եմ ցանկանում, հասիր քո նպատակին, հասիր քո երազանքին, Դավիթ հանձնելով այլ մարդկանց մեղվանոցներով իրեն դուր է եկել եւ այդպես որոշել է ինքն էլ զբաղվի այդ գործով։ Իհարկե, ովքեր հասցրել են կարդալ այդ գրառումը իմ եւ Դավիթի խոսակցությունը կարդալ, ապա արդեն տեղյակ կլինեք, ովքեր չեն հասցրել, կարող եք իմ անցած վլոգի մեջ տեսնել, սիրելի հետևորդներ ջան, ես Դավիթին նաեւ փոխանցել եմ, որ արդյոք տնեցիք համաձայն են, արդյոք դասերի հետ կհասցնի, քանի որ այս գործով, երբ որ զբաղվում են, պետք է շատ գիտելիքներ, պետք է շատ կարդալ այս ուղղությունով եւ իմ բարի խորհուրդն եմ տվել, հիմա անցնեմ գործի։ Այսպես, կարծում եմ Դավիթը հիմա հետևում է իմ ալիքին, իհարկե դպրոցից եւ իր դասերը սովորելուց հետո եւ կարող եմ փոքր բաներով օգտակար լինել, նաեւ գրել եմ, որ այն հարցը, որ իրեն կհետաքրքրի, կարող եմ օգտակար լինել։ Հիմա բացում եմ, մի քիչ եմ խոսել այս մեղվանտանիքի մասին։ Երբ որ եկել եմ մեղուների հետ գործ անելու, սիրելի հետևորդներ ջան, ասել եմ, որ այս տարի մեղուների վիճակը այդքան էլ լավ չէ։ Ճիշտ է, ես շատ բարետես եմ, փառք Աստծո, լավ է։ Անկումներ էլ եմ ունեցել, 2 մեղվանտանիք անկվել է, հետո սա անկվեց եւ ձակ եմ վերցրել։ Հիմա ուզում եմ տեսնել, մայրապտուկ են քաշել, թե ոչ։ Երբ որ մեղուների հետ աշխատում ենք, մի հատ վերևից էլ ենք ծուխ տալիս, ահա, այստեղ մեղուներ եմ նկատում, ձակ վերցնելու համար, Դավիթ ջան, եթե դու ինձ լսում ես, ապա ուշադիր լսիր եւ այն մարդիկ, ովքեր հետաքրքրված են, ում կհետաքրքրի, ում հետաքրքրությունը կշարժեմ եւ կուզենաք մեղու պահել, քանի որ մեղու պահելը ոչ միայն մեղր վերցնելու համար է օգտակար, որ կամ ուտենք կամ վաճառենք հարս ստանանք, այլ մեր ամբողջ մոլորակին պետք է մեղուները մեր կյանքն են, սիրելի հետևորդներ ջան, համոզում եմ զրուցել, համոզում եմ գործանել, մի խոսքով, այստեղ ձակ եմ վերցրել, երբ որ ձակ ենք վերցնում 4 օր փակած ենք պահում արկանոցի առաջը։ Ես արդեն բացել եմ, 3 երեկոյան եմ բացել, սիրելի հետևորդներ ջան, եւ այդ 4 օրվա ընթացքում, քանի որ մեղուն արդեն տրամադրվում է աշխատանքի, շատ արագ, եթե իհարկե հաջողությունը լինում է, երբեմն պատահում է, որ մայրապտուկ չեն քաշում, հիմա հենց այս փեթակն եմ առաջինը բացել, այստեղ նաեւ մեղրի պաշար եմ թողել, լիքը, ահա, եւ միասին կտեսնենք, մայրապտուկ են քաշել, թե ոչ։ Զգուշորեն բացում եմ։ Արդեն շատերը գիտեք, որ ոչ ցանցավոր գլխարկ եմ դնում, ոչ էլ հատուկ հագուստ եմ կրում, քանի որ զգուշ եմ մոտենում, ծուխն էլ արված է ու արդեն հեշտ եմ։ Իհարկե պահը գալիս է, որ նաև կծում են, հենց որ կծում են, խայթը արագ հանում ենք, սիրելի հետևորդներ ջան։ Ուրեմն ես 2 շրջանակով, որդով, ձվով, այստեղ ձակ եմ վերցրել։ Այստեղ կիսատ մայրապտուկ եմ տեսնում եւ այդ փակ ձուն արդեն դուրս է եկել, քանի որ մեղուների քանակ եմ տեսնում, սիրելի հետևորդներ ջան, երբ որ ձակ ենք վերցնում եւ ստուգումներ ենք կատարում, նաեւ պետքա շատ արագ վարվենք, շատ այսպես ժամանակ չվատնենք, որ ուրիշ փեթակից ավելի ակտիվ, ավելի ուժեղ մեղուները հարցակում չկատարեն։ Այնտեղ կիսատ էր մայրապտուկը, հիմա այստեղ ենք ստուգում, այստեղ նույնպես կարմիր ձուկա, որը պատրաստ է դուրս գալու, մի խոսքով քանակը կապահովի։ Ես այստեղ մայրապտուկ չտեսա եւ մի հատ ուշադիր նայեմ, քանի որ մեղուների բազմությունը շատ է հավաքվել եւ
դժվար է նկատել, երբեմն այնքան են հավաքվում, որ մայրապտուկը չի երևում, բայց քանի որ այն մյուս տեղը արդեն իսկ մայրապտուկը կիսատեր, ես հույս ունեմ, որ այդ մայրապտուկը մայր է դառնալու եւ դուրս է գալու։ Դրա համար հիմա արագ կփակեմ։ Մայրապտուկը կիսատ կա, սիրելի հետևորդներ ջան, էլի ծածկեցին այստեղ, քանի որ վրան աշխատանքներ են կատարում։ Ահա այստեղ է, քանի որ վտանգավոր է, ես հիմա արագ փակում եմ։ Ուրա, 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 մայրապտուկը գործել են։ Մի քանի օրից էլի ստուգումներ կկատարեմ եւ արդեն սա կդառնա նոր մեղվանտանիք։ Ահա։ Ուշադրիր ծածկում եմ։ Հետո անցնեմ հաջորդներին։ Այս կողքից փեթակն էլ աթույլ, դրան անցած անգամ նայել էի, ուժ էի տվել, երբ որ ուժ ենք տալիս, ուժեղ ընտանիքից, փակ ձու ենք տալիս, սիրելի հետևորդներ ջան։ Ահա, երբ որ փակ ձուն տալիս ենք առանց մեղուների, շատ հեշտությամբ ընդունում են ու մեղվանտանիքը ուժեղանում է։ Հիմա մի հատ ծուխը կվերանայեմ եւ կանցնեմ առաջ։ Ես այստեղ մոտ 1 ժամից ավել զբաղվելու եմ, փորձեմ ընդհատումներով ձեզ միանալ։ Այստեղ նաև հնձելու է, պետք է հնձեմ, բայց այդ արդեն հետոյի բան է։ Մեղուներս աշխատանքից վերադառնում են, այն կողմը ամպը գորգռում է, այս կողմը արևը, ծիծեռնակներս ցածր են թռչում, երբ որ ծիծեռնակը ցած է թռչում, նշանակում է անձրև է գալու։ Ես շտապեմ իմ գործն անեմ։ Հետարքիր պահերով ձեզ կմիանամ։ Իմ հոր են բորելիս ծաղիկները, նաև էս էլ է օգտակար, սրա վրա էլ են իջնում և դրա համար չեմ շտապում հնձել ինչ որտեղ։ Շարունակեմ աշխատել։ Սիրելի հետևորդներ ջան, մի ընթացքամ երբեք կացել, ընդհատել եմ գործս ու անհանգիստ սպասել։ Այս պահին քամի չկա, փառք Աստծո, ծուխս մի հատ էլի թարմացնեմ։ Ամպեր են հավաքվում, քանի որ այսօր է նայելու օրը, ամեն բան ունի իր ժամանակը։ Ինչպես որ ապրելու ժամանակը, ուրախանալու ժամանակը, տխրելու ժամանակը, ամեն ինչ իր ժամանակն ունի։ Հատկապես մեղուները ունեն իրենց հետ աշխատելու ժամանակը։ Ոյ։ Նորից հագամի ուզում սկսվել, բայց պետք է նայեմ։ Մի ժամ ժամանակ ունեմ աշխատանքի գնալուց։ Հիմա նաև շատ եմ ուրախացել, որ իմ այս գործով տրամադրել եմ ոչ միայն շատերին, այլև փոքրիկ Դավիթին, նայելով իմ վլոգը, լուր հետևելով, ի վերջո գրառում է թողել։ Այսօր մայիսի 8-ն է, սիրելի հետևորդներ ջան, ես առաջի խանգարող ծաղիկները հանեմ։ Այդ փեթակը, որ ասեց թույլ է, ոչինչ, առաջ է գնում։ Այն կողքին կա, այն էլ եմ նայել, այն էլ ոչինչ, միջին չափի։ Հիմա տեսնեք սրանց վիճակը, համեմատած մյուսների սրանք մի քիչ գոհացնող են, չէի ասի թե շատ ուժեղ են, մի քիչ գոհացնող են։ Տարին ամբարենպաստ է սկսվել, սիրելի հետևորդներ ջան, շատ ցուրտ էր, հետո անձրևներ։ Այստեղ մեղրը լրիվ կերել են, հեսա։ Հիմա այս տոպրակը կհանեմ։ Զգուշորեն, այն որ մեղր էի տվել, տոպրակով լրիվ կերել են։ Դեռ մի քիչ հետքերը կա, բայց էլ չեմ թողնի, արդեն կվերցնեմ։ Մոտեցնեմ, որ տեսնեք, որ մեղր է, ովքեր հիշում են, որ ես մեղր էի տվել, որ ցուրտ ու անձրև օրերին մեղուները, որ դուրս չեն գալիս, իրենք երկրորդ կերապաշար ունենան, սիրելի հետևորդներ ջան, այսպես, բայց ուզում եմ այստեղ մնացորդները լցնել,
իրենք կհավաքեն։ Այսա յուրեղացած մեղր է։ Իրենք կհավաքեն։ Այս էլ գնեմ չէ բս։ Մի հատ էլի ծուղ տան։ Ջան, բզոցը շատ է գալիս։ Ստի շատ որ են աչքիս։ Նրանք քիչ էին։ Այստեղ նեկտար են հավաքել լցրել, արդեն պսպղում է։ Ես մի հատ ռամկա հեշտ ուրիշ չի գալի, անընդհատ կախվում է։ Հասել են էստեղ։ Նոր դրածու, արդեն որդեր և դուրս եկող մեղուներ։ Նմանապես այս կողմը, մայրը այստեղ չի, թաքուհին այստեղ չի։ Այս ռամկայի հետ եմ, անընդհատ կախվում է։ Սրա նման մի քանի հատ ունեմ, բայց պահում եմ։ Պուպուշիկներս, շատացեք, բազմացեք։ Մեր մոլորակին օգտակար են շատ մեղուները փոշոտում են ծաղիկները, ծառերը, բույսերը և այդպես նպաստում են մեր կյանքին, սիրելի հետևորդներ ջան։ Այստեղ կովկասյան դեղին մեղուն է, կա կովկասյան դեղին, կա կովկասյան գորշ։ Հիմա ուզում էի մոտեցնել սիրելի հետևորդներ ջան, բայց մյուս անգամ, հա, հիմա գործի էլ պետքա գնամ, թոփերել են կրակում, քամինա ուզում սկսի, իսկ ես մեղուներից հետ աշխատում եմ։ Մեղուն շատ խոսող մարդկան չի սիրում։ Դեղին մեղուներս, հիմնականում որ ծվից նոր դուրս են գալիս, դրանք են դեղին, հետո արևից սևանում են, զագար են անում, պիտի մոտեցնեմ։ Բայց ոնց կանգնեմ արևի լույսից երևա, նայեք, տարբերեք, դեղին մեջքով մեղուները, նոր ծնվածներն են, իսկ մուքերը արդեն աշխատող մեղուներն են, որ արևից արդեն գույնը փոխվել է, զագար են արել։ Մենք էլ ենք, չէ, որ արևի տակ երկար մնում ենք, ինչքան որ մենք մեր մաշկը սպիտակա լինում, մկվում ենք, արևից զագար ենք ընդունում, հիմա նույնը մեղուների հետ է կատարվում, վախիս ինչ անուշաբուրում, պուպուշներս, լավ, հա, անգիստ պահեմից, թե չէ կհարցակվեն, այս մեկ էլի կախվեց, ուղեմ, հիմա թաքուհուն գտնենք։ Չէ, այստեղ ծու չկա դրած, պատրաստում են, դուրս են եկել, հենց որ մեղուն ծնվում է, այդ իրա հետքը մնում է, իրանից կեղևային մասա մնում ինչ-որ, ոնց որ թե ձվի կճեպը, այդ հենց մնում է, հետո մեղունները մաքրում են։ Ես ինչ շատ թոփերը գրակեցին։ Հենց որ թաքուն գտնեմ, արդեն կհասկանամ ինչ եմ անում։ Ինձ թվում է այստեղ պիտի լինի։ Երբեմն թաքնվում է թաքուհին։ Ես էլ այսքան շատ խոսում եմ։ Վայ, գտա։ Դեղին փորիկ, դեղին տոտիկ։ Մոտեցնեմ, ներքև այցել։ Դավիթ ջան, այ մայր մեղուն, եթե այս պահին դու ինձ դիտում ես, գտիր մայր մեղվին, դեղին, գտար երկար դեղին փորիկով, երկար տոտիկներով, մի քիչ երկար պահեմ, ըհը,
Նորից եմ ասում, սիրելի հետևորդներ ջան, շատ ինձ լավ եմ զգում, որ կարողացել եմ այդ անչափահաս երեխայի հետաքրքրությունը շարժել, լուր ինձ հետևել է եւ վերջապես գրառում է թողել։ Հիմա մի հատ մայր թափուհին այս կողմ ենք բերում, որպեսզի դասավորություններ կատարեմ։ Այսպես։ Տեսնեք ինչ կա այստեղ։ Ինչքան ծաղկափոշի են բերել։ Ջան։ Այո, լցրել են։ Լցրել են։ Ինչ են այստեղ հավաքվել։ Այս կողմը չկա, այս կողմն են լցնում, միշտ սկզբից այս կողմն են լցնում ծաղկափոշին։ Հիմա դասավորություններ տամ։ Սա այս կողմ։ Մեղուների հետ աշխատելը իմաստություն է, սիրելի հետևորդներ ջան, պետք է իմաստուն լինենք։ Շատ իմաստուն։ Սողոմոնը ինչ է խնդրում Աստծուց։ Սողոմոնը Աստծուց խնդրում է իմաստություն, եւ Աստված այդ իմաստությունը տալիս է։ Բայց ոնց են հավաքվել, ծուխը խանգարում է ձեզ։ Այս կողմ բերեմ, թող դենը գնա։ Աշխատող մեղուն նաև չի կծում, սիրելի հետևորդներ ջան։ Քանի որ ինքը լիքն ու բարով գալիս է, ծաղկափոշի ա բերում, նեկտար ա բերում, ջուր ա բերում ու չի կծի։ Այս թափուհի շրջանակը եւ հիմա ծվելու համար իրան Հատորի շրջանակ ենք տալիս, այս մեկը, թե այս մեկը, այս մեկը, այս մեկը, այս մեկը կտանք, որ թափուհին ձվարկություն կատարի, այսպես, հիմա տեսնեմ, ստեղ էլ կա տեղափոխություն, շախմատի նման, ռակիրով կա, Սա թողնում ենք այստեղ Եվ հենց այնպես չենք թողնում, այս թողնելը իմաստ ունի, բացատրություն ունի Ինչպես որ Դավիթին է հետարքրել և ինձ հարց է ուղղել Եթե ձեզ ինչ-որ մի բան կհետարքրի, սիրելի հետևորդներ ջան, կարող եք դուք էլ ձեր հարցերը ուղղել ինձ Այսպես Հետ առաջ Որ ճիշտ կատարենք այդ գործերը Եթե ես այս պահին բացատրեմ, թե նպատակը որն է, կնմանվի դասընթացի Բայց եթե ինձ հարց ուղղեք, ես սիրով կպատասխանեմ Շատ լավ է, փառք Աստծո, խատուտի կիսերներն ընկան ստեղ, իրանք կհանեն, թեթև է Գիտեիք, որ մեղուն իր քաշից ծանր բեռ է վերցնում Տաքացումները հանել եմ անցած անգամ Չնայած դեռ գիշերները ցուրտ է լինում Հիմա նույն ձևով, սիրելի հետևորդներ ջան, այս մյուսն եմ նայելու, որը նույնպես սրա նման է Եվ արդեն առանց ձեզ Քանի որ նույն գործողություններն եմ կատարելու Եվ կարծում եմ շատ շատերի հետաքրքրությունը շարժեցի Քանի որ եղանակը մի քիչ անձրևային է ցույց տալիս, ամպերը հավաքվել են, չեմ գնալու Սերկևիլի ծառին, այդ տեղը սրսկեմ, կթողնեմ կամ երեկոյան, եթե չկա անձրևը, կամ վաղն առավոտյան
այս աղցիկը անջատեմ, որպեսզի լիցքավորումս չգնա։ Սիրելի հետևորդներ ջան, մեղուների հետ գործը ավարտին հասցրի, արդեն աշխատանքի եմ գնում։ Այս կողմից ավելի լավ է երևում, թե ինչքան սև անձրևաբեր ամպեր են հավաքվել, թոփերն էլ մի կողմից կրակում են, հույս ունեմ կարկուտ չի գա։ Ես եկա աշխատանքից, գնումներ եմ կատարել, ճանապարհին ոչ միտեղ ցավ չեմ բերել։ Հիմա հանգիստ կարող եմ իմ սեղանի վրա դնել թարմը կարտոֆիլ, սիրելի հետևորդներ ջան, թարմը կանաչիներ, պանիր և ձեթ։ Հիմա տեղավորեմ, այստեղ կրիստալ ձեթն է, ճիշտ է մի քիչ ունեի, շշի մեջ դեռ չէր վերջացել, բայց սիրում եմ, որ դեռ չվերջացած նոր վերցնել։ Թարմը կանացող և թարմը սանիկ։ Իրա կարտոշկի ժարի տանեմ ու վրան էլ մանրացնեմ, շատ համով է լինում։ Այսպես, պանիր, կամ իննայի պանիր, թարմը, առանց աղու ջրի։ Հիմա կոֆե չեմ եփում, սիրելի հետևորդներ ջան, այսօր հավ չեմ կերել, կմտածեմ իմ մասին, կարտոշկի ժարի տանեմ և կճաշակեմ, մի հատ մոտեցնեմ, տեսեք, թե այս ինչքան ընտիր է, ջերմոցի է, բայց լավն է։ Քանի որ իմ այս վլոգը դուք վաղն եք դիտելու և տոնն է բոլորիս համար, սիրելի հետևորդներ ջան, ուզում եմ նախապես բոլորիդ շնորհավորել մեծ հաղթանակի առիթով, բոլորս էլ, բոլորիս ապուպապերը մասնակցել են, քեռիները, հորեղբայրները, հայրերը, պապերը և բոլորիս տներում մի պատառիկ հիշողություն կա, ինչպես որ իմ տանը կա մի պատառիկ հիշողություն, իմ քեռուն ամակը գրված այդ տարիներին մայրիկիս, որս էլ փորեն պահում եմ, սիրելի հետևորդներ ջան, նաև հորս կողմից, հորս հայրը, այսինքն իմ պապը, հայրական կողմից պապս նույնպես մասնակցել է և անհետ կորած է համարվել, սիրելի հետևորդներ ջան, թե պապիս անունը և թե քեռուս անունը հիշատակված է մեր գյուղի հուշարձանի հուշատախտակի վրա, որը շատ խնամքով նորից են վերականգնել այդ անունները և յուրահատուկ ձևով բոլորի անունները այդ հուշատախտակների վրա թարմացրել են ավելի գեղեցիկ, ավելի ոճային ձևով և մեր հուշարձանը շատերդ գիտեք, որ մեր դպրոցի առջևում է գտնվում, մեր հրապարակում է գտնվում, ոնց սիրում ենք մեր գյուղում ասել, մեյդանում է գտնվում, մեկ-մեկ ցույց եմ տվել և շատերդ արդեն գիտեք, սիրելի հետևորդներ ջան, շնորհավորում եմ նաև մեզ հայերիս, քանի որ հայերի համար նույնպես տոն է, հաղթանակի օր է, թե մայիսի 8-ը և թե մայիսի 9-ը, ցավոք սրտի այսօր Արցախը մեր ձեռքին չէ, սիրելի հետևորդներ ջան, բայց հաղթանակի օր է և շատերը այսօրվա առիթով շատ հուշեր ունեն, կորուստներ ունեն, կորուստների համար ցավակցություններս, հաղթանակների համար շնորհավորանքներս, այդ հաղթանակները միշտ կորուստներով են առաջանում, սիրելի հետևորդներ ջան, ցանկանում եմ, որ ամբողջ աշխարհին խաղաղություն տիրի, բոլոր զենքերը ոչնչանան, սիրելի հետևորդներ ջան, խաղաղություն տիրի ամբողջ մեր մոլորակի վրա, ու մենք էլ կարողանանք հանգիստ ապրել, ստեղծել, աշխատել, արարել և լավ բաներ կատարել, ինչքան որ Աստված մեզ կյանք կտա։ Ուզում եմ վլոգս այսպես ավարտել, հետո զբաղվել իմ գործերով, արդեն երեկոյան ժամերն են, կգնամ կենդանիներիս կկերակրեմ, որը շատ պարտադիր է, միշտ առողջ եղեք, միշտ ուրախ սրտով եղեք։ Վերջ անձրևն էլ եկավ, այսօրվա այդքան ամպի գոր գրալը, այդքան թոփերի կրակելը, կարկուտի ամպերը ցրեց, բարակ անձրև ա գալի, կադրից դուրս գործեր էի անում բաղջում, խափանեց գործս։ Դե որ անձրևը խափանեց իմ գործերը, ես էլ կգամ իմ համար ժարիտ կսարքեմ, ինչքան էլ սննդաբանները ասում են, չի կարելի, բայց մեր սիրելի կարտոշկի ժարիտից հրաժարվել չկա, հատկապես որ եղով ենք անում, արդեն մաքրել եմ, խոշոր, 4 հատ կարտոֆիլ եմ մաքրել, այս յուղը հալացնեմ, որ շերեփը հանեմ, այսպես, ու սկսեմ կտրտել, արդեն իսկ մաքրած թարմը կարտոշկեն, քերել եմ ու իրա այս զոլերը այդ քերածի հետքերն է, ճռճռալ է, մի քիչ էլ հաստ եմ կտրում,
Քանի որ թարմը կարտոշկեն ժարիտի մեջ փշրվում է։ Դուք էլ պատրաստեք մի համով բան, սիրելի հետևորդներ ջան։ Այս անձևային եղանակը թող որ ոչ մեկիս տրամադրության վրա չազդի, մի գործից մի գործն անցնենք եւ մեզ լավ զգանք։ Մի հատ դնեմ թող տշտժա։ Կանաչիները լվացել են, սոխը եւ սամիքը։ Սոխի արմատները առանձին թողել եմ եւ միտք ունեմ ցանելու։ Այսօր ցույց կտամ։ Այս մեկն էլ կտրեմ։ Արդեն կարող եմ ասենք բրոդ, հավեսով, տնավարի լցնել։ Գրչում ալտովագալը։ Անիչապես արդեն կարող թավայի մեջ կտրեմ։ Բանոկները շատ շուտ են թողվում, սրում եմ, վախենալով եմ օգտագործում, թողնում եմ, դժվար է կտրում, այսպես, շատ էլի քիչ չգնի, կաթայի չբաց եմ թողնելու, որ լավ կարմերի, այսպես, Ցույց եմ տալիս սոխի արմատները, որ ուզում եմ ցանեմ, սիրելի հետևորդներ ջան, ահա։ Սա իմ մշտական փորձն է, այնպես որ փորձած տարբերակը, հնարավոր է դուք էլ եք փորձել, այս մեկը մի քիչ այս մասը լավը չի, սա մի քիչ կասկածելի է, բայց սրանք լավն են։ Այսքան սոխ կտանեմ, կցանեմ եւ շատ շուտ կանաչ սոխի թերեր կունենամ։ Մի հատ ջուր լցնեմ այստեղ։ Ինչև ժարիտը կլինի, ես էլ ինքը ջուրը կքաշի, արմատները կթարմանան ու կցանեմ։ Մոտեցնում եմ մաքրած սամիքը եւ սոխը, տեսեք, էս ինչ թարմություն։ Կանաչին հենց ինքը իրանով լավ սնունդ է համարվում եւ տրամադրություն է բացում։ Հետևեմ ընթացքին։ Այս մյուս տոնակն եմ վերցրել, որ սրանով մանրացնեմ։ Այդքան սոխ, այսքան է սամիկ։ Ու միասին կմանրացնեմ։ Հավաքում եմ և մանրացնում։ Մի քիչ խոշոր չի խանգարել։ Միատ իրար եմ հավաքում։ Հենց այստեղ համերը իրար է խառնվում։ Ես իմ կարտոշկի ժարիտը դեռ չեմ խառնել, տակուերես չեմ արել, բայց գարուն և պոմիդոր եմ մանրացրել ժարիտի հետ ամուսանելու համար։ Ահա, հենց ես կանաչուց, պտխունցով, ցանում եմ դրան։ Ինձ կմնա պանիրը հանեմ և սեղան սարքեմ, այս մեկը պատրաստ է։ Հետողն եմ հավաքում և տեսնեմ, ինչ դրություն է այստեղ։ Կանաչին էլ եմ լցրել, հակել եմ մի քիչ համերը իրար խառնվի, մի հատ բացեմ, տեսնենք։ Այսպես, ընտիրություն, համովություն, վայելենք, առողջ լինենք, ուրախ սրտով լինենք։